Սիրելի ընկերներ, սիրելի հայրենագիտներ, մենք արդեն Սևան քաղաքում ենք։ Ինչպես արդեն գիտեք, մենք այսօր ազգային ժողովրդավարական բևեռը Գեղարքունիքի մարզում էր իրականացնում իրազեկման իր ակցիան։ Մենք եղանք Մարտունի քաղաքում, Գավառ քաղաքում եւ վերջին քաղաքը, որտեղ մենք պետք է լինեինք, դա Սևան քաղաքն է։ Այժմ Սևան քաղաքում ենք։ Բևեռի խորհրդի անդամներից Գեղարքունիքում այսօր մեզ հետ եղել են Ժիրայր Սեֆիլյանը եւ Եղիշե Պետրոսյանը։ Մարտունի քաղաքում մենք մի քիչ զրուցեցինք պարոն Պետրոսյանի հետ։ Հիմա էլ կարճ ուղղակի պարոն Սեֆիլյանի հետ կխոսեմ ու եթերը կավարտեմ, բայց ամենակարևորը եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ հիշեցնել մինչև մայիսի 26-ը, որտեղ դուք բնակվում եք, ձեր գրանցման հասցեն այլ տեղում է, իսկ դուք ապրում եք բնակության հասցեն այլ վայրում է, դուք ունեք հնարավորություն գնալ ոստիկանության բաժին տեղեկացնել, որպեսզի ձեր բնակության վայրում հունիսի 7-ին մասնակցեք ընտրություններին։ Ժողովուրդ ջան, կարևոր է, որ մեծաթիվ մարդիկ մասնակցեն ընտրություններին, գնացեք, մասնակցեք ընտրությունների, սա ուղղակի ընտրություն չի, Հայաստանի լինել չլինելու հարցն է, առանց չափազանցության, պարտավոր ենք, պարտադիր գնալ, մասնակցել ընտրություններին, այնպես որ չենք նստում տանը, մասնակցում ենք ընտրություններին։ Իմիջիայլոց 2021 եւ 2018 թվականներին մենք 100-ից ավել ձայն ենք ստացել Սևան քաղաքում, այնպես որ այս անգամ շատ ավելի պետք է մենք ստանանք։ Ինչ կասեք, հետաքրքիր է։ Ես ուղիղ եթերում եմ, բարև ձեզ, չեք ուզում։ Շան հետ մի քիչ մանգամ հանգստանամ։ Լավ, շատ լավ, բայց ինչ ձեզ չեմ նկարանում, ինչ հույսեր եք կապում փոփոխությունների։ Անպայման։ Լավ, շատ լավ, շնորհակալ եմ։ Լավ, չէ, հրաշքները։ Բոլորս մասնակցում ենք ամսի 7-ի ընտրություններին և ձայնը տալիս ենք ազգային ժողովրդավարական բևեռին, քվեաթերթիկ համար 8։ Կարճ խոսեմ պարոն Սեֆիլյանի հետ, պարոն Սեֆիլյան, կարճ փորձենք մի հատ մեզ դիտողներին ամփոփ ներկայացնենք ինչ տպավորություն է։ Գադագանենք թե չէ, գադագի ժամանակ։ Այո։ Հիմա հունիսի 7-ի, պարոն Սեֆիլյան, գիտեք ինչ, տեսեք, շատերը ասում են երբեք ընտրությունների չենք մասնակցել, ոչ էլ ուզում ենք մասնակցենք, հոգնել ենք, հիասթափվել ենք, բայց ես կարծում եմ այս անգամ բոլորը պետք է գնան, որովհետև շատ կարևոր ընտրություն է։ Ինչ Ողջույն։ Ուրախության, գիտիքվեր։ Մախվեր, ես ուզում եմ դեռ մեկ քանի բերան խոստամ։ Խոսենք, հեսա վերջացնեմ։ Հա։ Սա մի րոպե։ Հա, ցավը տանեմ։ Այո։ Ինչ պիտի ընտրությունների հունիսի 7-ի։ Ուրեմն անցել է 35 տարի։ 35 տարիների ընթացքում բոլորի համար բարձ եղել, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանապողություն հնարավոր չէ, որ լինի։ Բայց այսօր մենք ասում ենք, ամեն ինչ ունի այս կյանքում ունի սկիզբ եւ ավարտ։ Այժմ մենք գտնվում ենք այն ավարտական փուլի մեջ, որտեղ արդեն ականատեսն ենք լինելու, թե ինչպես ընտրություններով գործող իշխանությունը չի կարողանալու վերարտադրվել։ Եվ գործող իշխանությունը այդ պատճառով
սարսափած է, անշուշտ այս փոփոխության իրավիճակի փոփոխությունից սարսափած լինելով, նրանք փորձում են վախեցնել մեր ժողովրդին, մեր հասարակությանը եւ հույս ունենալով, որ մեր ժողովուրդը հնարավորին пассив կլինի, որտեղ ինչքան ակտիվությունը ի վնաս գործող իշխանությունների։ Ուստի մեր ժողովուրդը պիտի հասկանա այս դերակցությունը, որ մենք փոխանցում ենք, որ իրավիճակ է փոխվել, քաղաքական իրավիճակ է փոխվել, որի արդյունքում, որի շնորհիվ առաջին անգամ լինելով 35 տարիների ընթացքում Հայաստանում կա հնարավորություն ընտրությունների միջոցով հերացնելու գործող իշխանություն, առավել եւս այս թավաճան իշխանությունը, առավել եւս այս թուրքայենթակա իշխանությունները։ Ուստի պիտի լինենք առավել մեր խնդրանքն է, մեր հորդորն է, մեր ժողովրդին, լինենք հնարավորինս ակտիվ, անպայման գնալ քվեարկության, անպայման գնալ մասնակցել։ Անշուշտ մենք ունենք ակնկալիք մեր ժողովրդից, որ բազմահազար, տասնյակ հազար, 100,000 հայ մարդիկ գնան բևերին իրենց ցայնը տան։ Մենք հասկանում ենք, որ ընտրությունների չմասնակցող շերտի զգալի մասը հասկանալով, որ այս տարիների ընթացքում հնարավոր չէ ընտրություններով փոփոխություն իրականացնել, չեն մասնակցել։ Հիմա մենք այդ շերտին ուղղելով մեր խոսքը ասում ենք պիտի մասնակցել եւ անշուշտ ծեր ձայնը այստեղ հնարավորինս տալ բևերին, որովհետեւ բևերի ներկայությունը աբակա իշխանության մաս դառնալու իմաստով այնքան կարևոր է, որովհետեւ ինչպես տեսնում ենք, այս թուրքացման գործընթացի գասեցման խնդիր ունենք եւ ոչ միայն երկրի պաշտպանության խնդիր ունենք, Ադրբեջանի ադամները փշրելու խնդիր ունենք, արժանապատվության դեր կանգնելու խնդիր ունենք, այս իմաստով այնքան կարևոր է բևերի ներկայությունը աբակա ազգային ժողովում։ Վստահ ենք, որ մեր ներկայությունը, որ լինելու է այնտեղ, այդ օրվանից սկսյալ Հայաստանում քաղաքական մթնոլորտի փոփոխությունը դեղի ունենա, որովհետև երբ մեր ժողովուրդը մեզ զինե այդ մեծ խոսափողով, այսինքն ազգային ժողովի ամբիոնով, դրանից հետո մեր գործը շատ ավելի հեշտանալու է հասնելու դեպի մեր նպատակներին։ Ինչպես տեսնում եմ, մեր ժողովուրդը, ովքեր հետևել են, տեսնելով այս տասնամյակներում մենք մեր քիչ հնարավորություններով ինչքան մեծ գործ ենք արել։ Բա ուր մնաց մենք ունենանք իշխանության լծակ, իշխանական լծակ, աբակա իշխանության մաս, եւ առաջնահերթորեն երկրի պաշտպանության հետ կապված եւ երկրեն ներս օր առաջ հնարավորինս արդար մթնոլորտ ձևավորել ուղղությամբ։ Այս իմաստով մենք ունենք առաքելություն, սիրելի ժողովուրդ, օգնեք մեզ, այսինքն օգնեք ցեզ, որովհետեւ ունենանք աբակային հզոր Հայաստան, մեծ Հայաստան։ Այսքանը։ Լավ, շնորհակալ եմ։ Մի խոսքով սիրելիներս չենք նստելու տանը հունիսի 7-ին։ Բոլորս գնում ենք ընտրատեղամասեր ու ընտրում ենք ազգային ժողովրդավարական բևերին։ Ազգային ժողովրդավարական բևեր քվեաթերթիկ համար 8, խնդրում եմ լայքել, գրել մեկնաբանություններ, տարածել այս ուղիղ եթերը եւ եւս մեկ անգամ էլի հիշեցնում եմ ձեզ, անկախ նրանից, թե որտեղ եք գրանցված, այս պահին, այդ օրը որտեղ որ դուք ապրում եք, ունեք հնարավորություն մասնակցելու ընտրություններին։ Մինչև մայիսի 26-ը մոտիկանում եք, որ ձեր բնակությամբ, որտեղ դուք բնակվում եք, ոստիկանության բաժին տեղեկացնում եք, որ դուք այդտեղ եք բնակվում, իմանում եք պայմանները եւ գնում եք ընտրությունների, իրավունք չունեք նստելու տանը։ Այս անգամ քանակը շատ կարևոր է։ Գնացեք ընտրությունների ու մասնակցեք ընտրությունների։ Ազգային ժողովրդավարական բևեր քվեաթերթիկ համար 8 տարածեք ուղիղ եթերը ձեր ընկերներին, հարազատներին, ասեք, որ ազգային ժողովրդավարական բևերը մասնակցում է ընտրությունների, մենք պատրաստ ենք, մենք ամեն կերպ, ամեն ջանք ու եռան չենք խնայելու, որպեսզի ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով հանդերձ գան։ Այն դավաճանական ընթացքը, որը Փաշինյանը ստեղծել է, մենք կարողանանք դա կանխենք։
ժողովուրդ ջան, մենք շատ լուրջ վիճակում ենք հիմա, մենք պետքա թույլ չտանք, որ մեր Սևանը գյոգ չդառնա, թույլ պետքա չտանք, որ Հայաստան Արևմտյան Ադրբեջան դառնա, այնպես որ ի գործ հավատ, հայրենիք, ինքնիշխանություն, ի գործ սիրելիներս, ի գործ, բոլորս, հունիսի 7-ին, դեպի ընտրական տեղամասեր, ընտրում ենք ազգային ժողովրդավարական բևեռ, քվեաթերթիկ համար 8։ Այսքանով ավարտում եմ իմ այսօրվա ուղիղ եթերը, Սևան քաղաքում արդեն կավարտենք ազգային ժողովրդավարական բևեռը, կավարտի իր իրազեկման աշխատանքը։ Լավ մնացեք, ոչ մի բանից չվախեցեք, չվախենաք, գնացեք քվեարկեք, չասեք բևեռը ուժ չունի, դա տեխնիկական հարց է, գնում եք մեծաքանակ թվով, քվեարկում եք բևեռին ու օգնում եք, որ ձեր ձայնը ազգային ժողովում լսելի լինի։ Առաջ